Նեան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Չնայած Գյումրու նորընտիր քաղաքապետը զարմանում է, որ համայնքի ընտրություններն ու դրանց արդյունքները գտնվել են մարդկանց եւ լրատվամիջոցների մեծ ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ այնտեղից սկսենք մեր զրույցը, քաղաքապետի երթունակալության արարողությանը ներկա են եղել ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսը, ով արարողությունից հետո գրել է, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի, Ինչ դիտարկումներ կանեք թե նրանց ներկայության հետ կապված, իհարկե այլ հյուրերել են եղել արարողությանը, բայց ամեն դեպքում ռուսական կողմի ներկայացուցիչների ներկայությունը ինչով բացատրել եւ նաեւ այդ հայտարարությունը դա այդպիսի միջոցառումների համար ընդունված հայտարարություն է, թե իսկապես Վարդան Ղուկասյանը կարող է ինչ-որ կերպ նպաստել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Աստուծո ես եմ շնորհակալ հրավերի համար, ասեմ որ նորմալ չի, բնականաբար ռուսական որոշակի թևեր քարոզարշավում նաև մասնակցում էին եւ այս կամ այն տեխնացուի առումով իրենց դրական տեսակետն էին ասում, մասնավորապես Հայաստան դաշինքի նախընտրական քարոզարշավին անգամ մասնակցեցին, այսինքն որ Ռուսաստանին չի բավարարում Հայաստանի գործող իշխանության գործելակերպը եւ նրանք ամեն ինչ անում են, որ այստեղ հասնեն փոփոխության ու ունենան Իվանիշվիլիի նման մեկին, որը հնազանդ կծառայի, իրենց այդ աներկբա է, որովհետև այլ տարբերակ Հայաստանում իրենց վերադարձի իրենք չունեն։ Պատերազմական են մոդելները, որոնք որ իրենք հրահարում էին Իլհամ Ալիևին, այսօր կարծես թե չեն աշխատում, որովհետև Իլհամ Ալիևը սեփական օրակարգն ունի եւ այդ լարվածությունը սեփական օրակարգի համար է օգտագործում, ոչ թե Ռուսաստանի, իսկ ընդհանուր առմամբ պիտի ասեմ հետեւյալը, որ այդ ներկայությունը ոչ թե հայ-ռուս բարեկամությունը ել ավելի է սերտացնում կամ Վարդան Ղուկասյանի ընտրությունը, այլ ասեմ հակառակը, որովհետև կա մի շատ բարձ ճշմարտություն։ Մեր ժողովուրդն ասում էր ոչինչ, թող մի քիչ վատ ապրենք, թող մի քիչ էլ հարմար չլինի մեր ապրելակերպը, բայց փոխարեն անվտանգության առումով ապահովված ենք։ Ռուսները մեզ կպաշտպանեն Թուրքիայից, Ադրբեջանից, Արցախը կմնա անկախ ամեն դեպքում անվտանգ առումով ապահովված կլինենք։ 2020 թվականը ու դրան հաջորդող շրջանը ապացուցեցին, որ Ռուսաստանը ոչ միայն չի ապահովում մեր անվտանգությունը, այլ կարող է նաև այնպես լինել, որ իր շահերը համընկնեն մեր թշնամու շահերի հետ, եւ ինքը գործի թշնամու շահերից ելնելով Այս ամեն ինչը մեր ժողովուրդը տեսել է ու դրանից հետո արդեն Ռուսաստանի հետ լինելը կամ Ռուսաստանի հետ բարեկամ լինելը ծիծաղելի է մեր հանրության ցանկացած անդամի համար, նույնիսկ անտրամաբանական, ինչ է նշանակում ռուս-հայկական բարեկամություն։ Այդ բարեկամությունը մենք տեսանք դրա ակնհայտ օրինակը անցյալինը չասեմ 15-20 թվականներին, դրա վառ օրինակը մենք տեսանք Լեռնային Ղարաբաղում 2023 թվականին, երբ իրենց աչքի առաջ բռնի տեղահանվեց 110,000 մարդ, որոնց անվտանգության պատասխանատվությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրենք վերցրել էին իրենց ձեռքը։ Ու այսօր էլ Ռուսաստանը ինչ է առաջարկում Հայաստանին։ Առաջարկը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով միջանցքը տալ իրենց, առաջարկը Հայաստանից դուրս հանել եվրոդիտորդներին, սպառազինություն չգնել, չգիտեմ, Ֆրանսիայից կամ Հնդկաստանից, այս կարգի բաներ։ Այսինքն մոտավորապես Ռուսաստանն ասում է, մեզանից ուզում է այն, ինչ Պուտինն ուզում է Ուկրաինայից։ Եվ Ռուսաստանը միշտ այդպես է վարվել այն երկրների հետ, նախկին սովետական, ովքեր փորձել են մի քիչ ավելի լավ ապրել, ովքեր փորձել են այլ օրինակ ունենալ պետության զարգացման համար։ Դրա համար էլ ինքը, ասենք, Ուկրաինային ասում է, պիտի 15,000-անոց բանակ ունենա, պիտի զինաթափվի, պիտի արտահերթ ընտրություններ անի, որովհետև լեգիտիմ չի։ Ինքը, երբ որ իր բոլոր մրցակիցներին կամ բանտերն է լցել կամ դրանք սպանվել են տարբեր տեղերում, ինքը լեգիտիմ է, իսկ Զելենսկին լեգիտիմ չի։ Այս համատեքստում, եթե նայում ես, ես համոզված եմ, որ դա որևէ պարագայում, նույնիսկ այն ամենառուսամետ զանգվածի մոտ այդ ռուս-հայկական բարեկամությունը ընկալում չունի։ Նույնիսկ այդ ռուսամետ զանգվածը, ասենք, ինքը ինչ է գերադասում։ Գերադասում է եվրոպական ավտոմեքենաներ, իտալական հագուստ, բուժումը, կրթությունը Եվրոպայում։
բայց երբ գալիս է հերթը նախընտրելու, թե ում համակարգում կամ ինչպիսի օրինակով ապրելու, ասում են այ Ռուսաստանը։ Պուտինի Ռուսաստանը այդպիսին է, ինչպիսին որ կա հիմա։ Ու իրենք ասենք գնում են Հռոմ կամ Միլան տեսնելու կամ Փարիզ տեսնելու կամ այնտեղ հանգստանալու, իրենք չեն գնում սիկտիկվար բուժվելու կամ հանգստանալու համար, այսինքն այս տրամաբանությունը լրիվ հակադիր է ու չի աշխատում, ու նույնիսկ այդ մարդիկ ովքեր ռուսամետ են հակադրություն իրենց մեջ, հետևաբար հայ-ռուսական բարեկամության մասին խոսելը կամ այդ ցուցադրելով համարել, որ այդ բարելավվեց, կամ այդ ցուցադրելով համարել, որ դրանով սկսեց ու Հայաստանում այդպես էլ գնալու է մնացած տեղերը, պիտի ասեմ, որ երազախաբություն է, թե Ռուսաստանի համար, թե Գյումրիում ընտրվածների։ Պարոն Սարգսյան, իսկ հանրային տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ Գյումրիում կոնկրետ դրանք արտացոլվեցին ընտրություններում, թե դրանք դեռ չխաղացին, ամեն դեպքում հանրությունը ուրիշ սկզբունքով առաջնորդվեց Ղուկասյանին ընտրելու հարցում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ իրենք լուրջ դերակատարություն չեն ունեցել։ Ես չեմ բացառի, որ Գյումրիում, ասենք, այնքան քվե, ինչքան որ Վարդան Ղուկասյանը ստացել է, այդ քվեի շրջանակներում ռուսական ազդեցության մարդիկ լինեն։ Ես չեմ բացառում, կարող է այդքան լինել, բայց ոչ ավելին, ոչ ավելին։ Ընդհանուր առմամբ ընտրությունը կատարվել է մարդու պարամետրով, Վարդան Ղուկասյանը երկար ժամանակ քաղաքապետ է աշխատել եւ գյումրեցին համարել է, որ Վարդան Ղուկասյան քաղաքապետի ժամանակ ինքը իր խնդիրները ծանոթով, մոտիկով, երբեմն նաեւ գումարով, երբեմն նաեւ այլ հանգամանքներով ավելի լավ է լուծել, քան այս պարագայում, որ ոչ ծանոթ կա, ոչ մոտիկ կա, ոչ էլ գործ են անում, ում դիմում ես մեկը մեկի վրա է գցում, ասում է դիմեք դատարաններ։ Այսօրվա տեղական ինքնակառավարման մարմինները խուսափում են որոշումներ կատարելուց, խուսափում են ինքնուրույն որոշում կայացնելուց, ցանկացած որոշումից վախեցած են, որովհետև որ չկա, որ տեղական ինքնակառավարման մարմիններից որևէ մեկի, որևէ մարզում կամ Երևան քաղաքում իրավապահ մարմինները չձերբակալեն կամ քրեական գործ չհարուցեն կամ այս համատեքստում, ինչը բերում է նրան, որ այդ մարդիկ ինքնուրույն որոշումներ կայացնելուց կամ ասենք կոնկրետ գործեր կպնելուց ու անելուց հրաժարվում են։ Ինչն էլ բերում է նրան, որ մարդիկ գերադասում են նախկինում գոյություն ունեցող ծանոթ մոտիկ փողային հարաբերություններով խնդիր լուծելը, քան ընդհանրապես կանոններ չլինելով խնդիրները տարիներով օդի մեջ կախված պահելը։ Իսկ ինչու է զարմանում ուշադրությունից ընտրությունների նկատմամբ, դա ինչով բացատրել Վարդան Ղուկասյանը։ Գիտեք, ընդհանրապես երբ որ իշխանությունները մի երկրում 6-7-8 տարի իշխանավարում են, այդ շրջանում մշտապես հանրային պասիվություն է լինում, որովհետև երկար կառավարած իշխանությունի ժողովուրդը հոգնում է այդ դեմքերից, այդ ձայներից, այդ ելույթներից եւ այդ առումով հանրային շերտերը որոշակի փոփոխություն են ուզում ու եթե առաջադրվող ցանկում չեն տեսնում այդ փոփոխությունը կամ չեն տեսնում, որ այդ փոփոխությունը կարող է հաղթանակ ունենա, իրենք պասիվանում են։ Ես մեկնաբանել եմ այդ մեր հանրության մեջ եղած զբաղվածության խնդրով, աշխատատեղերի խնդրով, աշխատատեղերը այսօր ունեն գործող իշխանությունները, հանձինս թաղապետարանների, գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների եւ այլը, եւ նախկին իշխանությունները, որոնք ժամանակին փող են աշխատել եւ այդ փողը վերենացել աշխատատեղերի, չգիտեմ, մինիմումը խանութներ, հյուրանոցներ, մաքսիմումը գործարաններ, եւ այն մարդիկ, ովքեր այս մարդկանց մոտ են աշխատում, բնականաբար իրենց աշխատանքի չզրկվելու համար գնում են ու ընտրում են իրենց գործատիրոջ։ Այն մարդիկ, ովքեր աշխատանք չունեն, գնում են արտագնա աշխատանքի, որոնք իրենց աշխատավայրից այդքան էլ գոհ չեն եւ որոնք զբաղվում են ձեռներեցությամբ, փոքր կամ միջին ձեռներեցությամբ, իսկ օրեցօր այս խստացվող, բարդացվող հարկային օրենսդրությամբ իրենք դժգոհ են։ Այս մարդիկ իրենց չեն տեսնում ոչ նախկինների թիմում, ոչ ներկաների թիմում, համարում են, որ ցանկացած փոփոխության պարագայում էլ իրենց համար ոչինչ չի փոխվի եւ իրենք ընտրությունների չեն մասնակցում։
Այս համատեքստում է, որ ես միշտ ասում եմ, որ հիմնական խնդիրը ինչը պիտի լուծվի, դա պիտի լուծվի աշխատատեղերի խնդիրը, եւ դա պիտի լուծվի արդյունաբերությունը ոտքի հանելով, արդյունաբերական գործարաններ կառուցելով։ Վերջերս վարչապետն ասում էր, որ պետությունը պիտի գործարաններ չկառուցի, այդ պետության գործը չի։ Այդ դեպքում, ասենք, Միացյալ Նահանգների նման աշխարհի համար 1 տնտեսություն ունեցող երկիրը ու նրա նախագահ Դոնալդ Թրամփը ինչի է ուզում ենթադրենք Ուկրաինայի բազմամետաղային հանքավայրերը, որ ինչ անի, որ ուզում է ու վերցնի, որ գործարան կառուցի, չէ՞։ Այդ հնացած մոտեցում է եւ այդ մոտեցումը գլոբալիզացիայի համատեքստում ոչինչ չասող մոտեցում է։ Պետությունը պիտի իր զարգացման առաջնահերթությունն ընտրի։ Պետությունը պիտի ընտրի, թե իր տնտեսությունը ինչ ուղղությամբ պիտի ոտքի կանգնի, այն ուղղությունը, որը ինքը կընտրի, որով պիտի ոտքի կանգնի, այդ ուղղությանը բացարձակ առավելություններ պիտի տա հարկային։ Այսինքն ստեղծի այնպիսի միջավայր, որ մարդիկ գան ու ուզենան այդ ոլորտում ներդրում անել, որովհետև այդ ոլորտում Հայաստանի համար պայմանները շատ ավելի լավ են, քան կողքի Վրաստանում կամ Ադրբեջանում։ Հայաստանը ցավոք սրտի նման առաջնահերթ ուղղություն չի վերցրել, որևէ ուղղությունը չի համարել իրեն առաջնահերթ։ Ռոբերտ Քոչյանից եկող Սերժ Սարգսյանով եւ հիմա էլ Նիկոլ Փաշինյանով արդեն 7 տարի այդ սպասարկման ոլորտի դաշտում է, չգիտեմ, խանութներ, տուրիզմ, Գառնի Գեղարդ մագնիսներ, խորիզով հաց եւ այլը, այս համատեքստում պետությունը չես պահի, բանակ չես պահի։ 6-րդ սերնդի ու Ադրբեջանի դեմ երբեք ավելի ուժեղ ու ավելի պինդ խոսել չես կարող։ Առավել եւս խաղաղություն բերել։ Առավել եւս խաղաղություն անել, որովհետեւ խաղաղությունը փաստաթղթով չի միանշանակ, եւ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դա հասկանում են։ Ուրիշ խնդիր է, որ իրենք խաղաղություն ասելով ինչ հարց են ուզում լուծել։ Այ ասում են, այս ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանությունները անդադ զիջել են, իսկ Ադրբեջանի իշխանությունները իրենց բոլոր դրած պայմանները ներառել են փաստաթղթին։ Ու ինչ է շահել Հայաստանը։ Այս համատեքստում, որ նայում ես, Հայաստանը շահել է խաղաղությունը։ Այսինքն այս ընթացքում 2020-ից 2025 թիվ պատերազմ չի եղել եւ այդ ընթացքում եթե լուրջ պատերազմ լիներ, բնականաբար Հայաստանի կորուստները ավելի մեծ կլիներ, քան հիմա մենք ունեինք, բայց ինչ անել, որ այդ անվերջ չլինի։ Այ ամբողջ խնդիրը այստեղ է։ Ինչ է պարոն Սարգսյան, ներեցեք, պահանջները բավարարելով է պայմանավորված, որ այս հարաբերական խաղաղությունը կա, թե այնուամենայնիվ դիտորդների ներկայությունն է զսպում, ԱՄՆ-ի դիրքորոշումն է զսպում։ Իրեք եւ դրանք հանգամանքներ են, որը մեկը մեկին լրացնում են։ Եվ այդ հանգամանքները մեկը մեկին լրացնելու պարագայում է, որ դիտորդները համաձայնվում են Հայաստան գան, որ ԱՄՆ-ն համաձայնում է ճնշումներ կիրառել։ Եթե այս տարբերակը չլինի, Հայաստանը հակադարձի ասի ոչ, ես չեմ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջակացությունը եւ այլը, որևէ դիտորդ էլ չի գա Հայաստան, որտեղ կհամարի, որ Հայաստանը տարածքային պահանջ ունի հարևան երկրի հետ, իսկ այդ դեպքում մենք գործընկեր չունենք։ Այսինքն այդ որ ասում են Պրագայում ճանաչեց, եթե չճանաչեր դիտորդները չէին գալու։ Ոչ էլ Միացյալ Նահանգներն էր մեզ պահանջելու, բայց իրենք էլ անելիք ունեն։ Ու այստեղ մենք էլ լուրջ անելիքներ ունենք։ Ու այդ անելիքները որոնք պիտի լինեն, որ մենք ոչ թե աշխարհի վրա մուննատ գանք, ասենք այն նրանք ստիպում են դուք ոչինչ չեք անում, կամ Ադրբեջանը վաղը նոր պահանջներ դնի ու մենք ստիպված չլինենք նորից նահանջենք, որ դիտորդները մեզ աջակցեն։ Այստեղ է հիմնական խնդիրը, որ մենք պիտի ռեալ ու իրատեսական քայլեր անենք։ Իսկ այդ ռեալ ու իրատեսական քայլերը դիրքորոշումների դաշտում են։ Չի կարելի երկու աթոռի վրա նստած մնալ։ Այդ բազմաթիվ անգամներ ասել եմ։ Մեր պարագայում այդ ընդհանրապես աշխատող չի։ Այ ասում են, տեսեք, ազգային ժողովում ընդունվեց Եվրամիության անդամակցության այդ անդամակցության այդ փաստաթուղթը, գործընթաց սկսելու մասին փաստաթուղթը ու Եվրոպայի որևէ պաշտոնյա չշնորհավորեց կամ չխրախուսեց այդ եւ այլ եւ այլ։ Գիտեք ինչ, այստեղից հետևություն անել է պետք, չէ՞, իսկ ինչի չշնորհավորեց։ Իսկ ինչ անել, որ շնորհավորը։ Իսկ ինչ անել։ Ու առաջին հերթին պետք է արվի հետևյալը, ցույց տալացվի, որ այդ նպատակադրությունը իրական է։
որ մենք իսկապես ուզում ենք Եվրոմիության անդամակցության գործընթաց սկսել ու քայլեր ենք անում, որպես առաջին քայլ, ասենք նշանակում են ինչի մասին իրենք էլ էին խոսում, նշանակում են, ասենք, փոխվարչապետ Եվրոմիության, այո, Եվրոմիությանը անդամակցության գործընթացների առումով։ Ու եթե ինքը դա նշանակում է այդ փոխվարչապետը, այդ արդեն ազդակ է եվրոպական երկրներին, որ մենք դրան լուրջ ենք միանում, այդ կողջունեն ու կշնորհավորեն միանշանակ։ Ենթադրենք, ասենք, պարոն Եղոյանին նշանակում է այդ փոխվարչապետը։ Ու դրանից հետո ուզում է Մոսկվա գնալ նոյեմբերին, թող գնա իր Մոսկվա։ Այս ազդակ է, այս անկեղծ է ու այս ազդակ է երկու կողմի համար, թե Ռուսաստանի, թե Եվրոմիության։ Հիմա եկակ իմ հարցին, Եվրամիությունը հստակ ցույցում է տվել բոլոր անդամակցության տեխնացության կարգավիճակ ունեցող պետությունների ներկայացուցիչներին, որ չպետք է մասնակցեն այդ շքերթին։ Մենք չունենք կարգավիճակը, բայց ամեն դեպքում սա կընկալվի կամ ինչ եզրահանգումներ կանեն։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության վարչապետը չպիտի մասնակցի դրան։ Չպիտի մասնակցի դրան, որովհետև Ռուսաստանը այսօր մայիսի 9-ին ուզում է նշել ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնը, բայց ինքը ռեալ ֆաշիստական, նացիստական ագրեսիա է կիրառում իր հարևան երկրի, իր արյունակից սլավոնների Ուկրաինայի նկատմամբ։ Ֆաշիզմը պոզով պոչով չի լինում։ Իրենք մտել են ուրիշի տարածք, ուրիշին անվանում են ֆաշիստ, նրա տարածքներն են գրավում, հրթիռներ են արձակում նրանց բնակելի շենքերի եւ ռազմավարական օբյեկտների վրա, ասում են դուք պիտի 15000-անոց բանակ ունենաք, դուք պետք է ՆԱՏՕ չմտնեք, դուք պետք է Եվրոմիության անդամ չդառնաք, ու այս կարգի բազմաթիվ բաներ։ Ու ասում են ընդհանրապես Ուկրաինա պետություն չի եղել, այդ մերն է։ Ու խնդիրը ուզում են փորձել ուժով, ուժի կիրառմամբ, այսինքն գործում են ՄԱԿ-ի օրենքներին լրիվ հակառակ, իրենք ակնհայտ ագրեսոր են, նրան են ագրեսոր համարում, եւ այդ ֆաշիստական գործունեություն ծավալած երկրում գնալ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշել, ինչ որ կերպ դու արդարացնում ես այսօր ֆաշիստական գործողություն անող երկրի իշխանությանը։ Եվ այդ համատեքստում Հայաստանի իշխանությունը որևէ պարագայում չպետք է գնա։ Դուք ասում եք չպետք է գնա, բայց համաձայնվել է, չէ՞ որ գնալու է։ Ես չգիտեմ գնալու է թե չէ, ես ասում եմ, ենթադրենք, եթե ինքը ասենք որևէ մեկին իր թիմից օրինակ բերեցի պարոն Եղոյանին նշանակում է փոխվարչապետ Եվրոմիության հետ ինտեգրման խնդրով, դրանից հետո կարող է, չգիտեմ, Շանհայյան միությունն էլ գնալ, Մոսկվայի էլ գնալ, Բրիքսել գնալ, որովհետև այդտեղ արդեն պարզ է, ինքը հստակ ասում է, որ ես իմ երկրի զարգացումը տեսնում եմ այն ուղղության վրա։ Բայց ձեր հետ էլ գործընկերություն։ Բայց ձեր հետ էլ ունեմ այնպիսի հարաբերություններ, ինչպիսի հարաբերություններ, ասենք, ունի Վրաստանը, ունի Ադրբեջանը։ Տեսեք, Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ անգամ չունի Ռուսաստանի հետ։ Իրանք դեսպանատներ չունեն, բայց Վրաստանը մեր չափ ու մեզանից ավել առևտուր է անում Ռուսաստանի հետ։ Այս պարագան չի նշան, ասենք, Վրաստանի վարչապետը որ չի գնում մայիսի 9-ին Ռուսաստանում շքերթ նշելու, դա չի նշանակում, որ ինքը Ռուսաստանի թշնամի է։ Ինքը չի ընդունում Ռուսաստանի այսօրվա գործողություններն Ուկրաինայում։ Կամ Հայաստանի իշխանությունները Ուկրաինայի դեմ տեղի ունեցողը քվեարկեցին որպես ագրեսիա։ Ու շատ լավ արեցին, շատ ճիշտ արեցին։ Դե որ քվեարկել են որպես ագրեսիա, հիմի ոնց են գնում նոյեմբերի 9-ին այնտեղ հաղթանակի օր կամ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր նշելու։ Այստեղ տրամաբանության ակնհայտ հակադրություն կա։ Եվ որպեսզի այդ հակադրությունները չլինեն, պետությունը պիտի գործի հնարավորինս հստակ։ Այսինքն պիտի իր զարգացման ուղղվածությունը ակնհայտ ցույց տա։ Եվ այդ զարգացման ուղղվածության մեջ է այդ զարգացման ուղղվածության առումով քայլերն է, որ բերելու է լրացուցիչ անվտանգություն, որով Ադրբեջանը նորանոր պահանջներ դնել ու մեզ պարտադրել չի կարող։ Այսինքն պիտի արվի այդ քայլը, պիտի դուրս գալացվի ԵԱՏՄ-ից, հստակ ցույց տալով, որ մենք մեր ուղղությունը վերցնում ենք դեպի եվրոպական մեծ ընտանիք, դեպի եվրոպական շուկաներ։ Այս հստակ պիտի արվի։ Մինչև 2026 այդ հստակությունը կտեսնենք, թե հույս ունենանք, որ 26-ից հետո տեսնենք ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, ըստ այդմ։
Գիտեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչպես կմասնակցեն 26-ի ընտրություններին, ինչ հնարավորություններով, սոցիոլոգիական հարցումների ինչպիսի տվյալներով եւ այլը, չգիտեմ, ես իրենց խնդիրն է, թող իրենք մտածեն, բայց իրենց համար շատ բարդ է լինելու, որովհետեւ նորից եմ ասում, 3 ժամկետ իշխանավարության գնալը բավականին հակասական է ընկալվելու հանրության մոտ եւ այնպես ինչպես ասենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը եթե մասնակցի իր նախկին 21%-ը չի հավաքելու, ավելի քիչ է հավաքելու ու այս պարագայում կրկին փորձիրը չի աշխատում, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ չի աշխատելու ու ինքը ավելի քիչ է հավաքելու, ոստեղ ԿՊ-ն իր ներքին քաղաքական խնդիրներն ունի, այդ քաղաքական խնդիրները տարբեր լուծումներ են ունեցել տարբեր կուսակցությունների մոտ թիմերը թարմացնելու, ուղղվածություն վերցնելու եւ այլը, մասնավորապես հանրապետականը 2017 թվականի ընտրություններին գրեթե արդար հաղթեց, ամենայն դեպս նույնիսկ ելքը չբողոքեց, ինչ տարբերակով իրենք նոր մարդ բերեցին Կարեն Կարապետյանին, նո բավականին կրեատիվ, հարվածային գործիքներ նվագելով, սիրուն կլիպներով եւ այլնով եւ բավական լավ արդյունքներ ունեցավ ու երկի անդամներից թե Էդմոն Մարուկյանը, թե Նիկոլ Փաշինյանը ընտրությունները համարեցին արդար։ Ես Ազատություն ռադիոկայանով ասացի, որ խախտումներ եղել են ադմինիստրատիվ ռեսուրսի եւ այլ, բայց ինձ քննադատեցին ելքի ներսում նման տեսակետ ասելու համար, այսինքն ընդհանուր առմամբ ես էլ եմ համարում, որ 17 թվականի ընտրություններում այդ թարմացման տարբերակը, ինչ որ առումով թիմը թարմացնելու տարբերակը արդյունք տվեց հանրապետականին, բայց միևնույն է Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետի չկարողացավ գնալ ու տեղի ունեցավ հեղափոխությունը։ Այսինքն երրորդ ժամկետները վճռահարույց են եւ այստեղ անկախ Գյումրիի պարամետրերից քաղաքացիական պայմանագիրը մտածելու ու խորհելու լուրջ խնդիրներ ունի, իսկ այդ կարգի լուրջ խնդիրների լուծումներն ունենալու համար այն տեմպը ինչը որ կա, բալանսավորման, ներքին իրավիճակի եւ այլն, այս տեմպը բավարար չի։ Այդ տեմպը չի լուծում խնդիրը ոչ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի փոխհարաբերություններում, ոչ ներքաղաքական կյանքում համախոհների թիվն ավելացնելու պարագայում։ Բայց նորից եմ ասում, ես իմ գործը չի, ես ԿՊ-ի գործն է, թող իրենք մտածեն։ Պարոն Սարգսյան, հիմա սահմանադրության նոր տեքստի հետ կապված, ես գիտեմ, որ դուք էլ ձեր քաղաքական ուժը կողմ եք փոփոխությանը, բայց եթե փոխվի կառավարման համակարգը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ մասին չի խոսում, ասում է իր կարծիքով անկախության հռչակագրին հղումը չպետք է արվի, բայց որոշողը ժողովուրդն է եւ այս հայտարարությանը նախորդել էր հայ թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ներկայացուցիչ Քլիչի հայտարարությունը, որ Փաշինյանն ասել է, որ կկատարի անհրաժեշտ փոփոխությունները։ Կարող ենք ասել, որ Փաշինյանը գտնվում է ավելի շատ թուրքական կողմի ճնշման ներքո այս պահին, քան ադրբեջանական եւ կհաջողվի Փաշինյանին առանց հղում անելու անկախության հռչակագրին ժողովրդին համոզել, որ նոր սահմանադրությունը պետք է այդ տեքստով ընդունվի։ Նախ ասեմ, որ Քլիչը ասել էր նաեւ, որ սահմանադրության փոփոխությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների իրավունքն է եւ իրենց խնդիրն է եւ դա ասել էր Civilnet-ին ես համոզված եմ որ թուրքական ադրբեջանական լրատվությանն էլ ինքը նույն բանն է ասել ուղղակի ադրբեջանական լրատվությունը այդ հատվածը չի տպել որտեվ իրենց ակաշներին այդ հաճելի չի այսինքն ինչ եմ ուզում ասեմ Քլիչի մասով որ Թուրքիան շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը շուտ ստորագրելու, որտեղ Թուրքիան շատ լուրջ խնդիրներ ունի եւ Թուրքիայի վրա շատ մեծ ճնշում կա։ Թուրքիան տնտեսական ահռելի խնդիրներ ունի։ Երեք Թուրքիայում շատ մեծ հանրահավաք էր, շուրջ 60,000 անոց, փոքրիկ քաղաքում, ասեմ, որ Էրդողանը նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործելով 25,000-ից ավել հանրահավաք չկարողացավ անել։ Էրդողանի վարկանիշ թափով անկում է ապրում, քանի որ տնտեսությունը եւ լիրան շարունակում են անկում ապրել, ոսկու գները սարսափելի բարձր ցուցանիշներ են հասել թուրքական շուկաներում եւ այս համատեքստում նաեւ
դաշտ է նետվել որոշակի տեսաձայնագրությունների մասին նյութեր, որոնցով թե Էրդողանի որդին, թե նրա կուսակցության այլ անդամների, իրենց այդ կուսակցության ճանաչված անդամների զավակները որոշակի կապեր ունեն տարբեր երկրներում հայտնի նաև բելարուսական համապատասխան հայտնի կազինոյում գումարների լվացման, թրաֆիկինգի, նարկոտիկների առևտուրի եւ այլի եւ այս նաև արևմտյան որոշակի տեղեկատվական, այսինքն խնդիրը մտել է այն դաշտ, որ կոմպրոմատների դաշտում են արդեն գործում Էրդողանի հետ ու Թուրքիան տնտեսական այս իրավիճակը հաղթահարելու ու այդ կոմպրոմատների եւ այս շնշումներից դուրս գալու մի տարբերակ ունի ինքը եվրոպական շուկայում իր տեղը կայուն պահելու արևմուտքի հետ լավ հարաբերություններ պահելու համատեքստում է, իսկ այդ համատեքստում արևմուտքը շատ լավ ֆինանսական առաջարկներ է անում Թուրքիային, մասնավորապես թե միջինասիական Գալկանիշի հանքավայրի գազի համար գազային հաբ դառնալ դեպի Եվրոպա, թե տարանցիկ ճանապարհները Մարգարայով բացել Հայաստանից եւ այդպես գնալ մինչեւ Եվրոպա ճանապարհը։ Այս շատ ձեռնատու է։ Իմիջիայլոց ասեմ, Սիրիայում էլ այդ խնդիրները հիմա որ լուծվում են, իրենք դրականորեն ազդելու են թե Թուրքիայի, թե Հայաստանի համար։ Այդ ծովային են հնարավորությունները միջերկրական ծովի ինչը որ կան ծովային նավահանգիստները մասնավոր այդ Կամիշլի նավահանգիստը 300-500 կիլոմետր է Մարգարայից այսինքն մենք այդ Բաթումի այդ խառը այդ վատ ճանապարհներից այդ ձմեռ փակվել կարող ենք ազատվել եթե այդ բացվում է ու այդ 300-500 կիլոմետր հասնենք միջերկրական ծով ու այնտեղով դուրս գանք այս ձեռնատու է նաև ոչ միայն Հայաստանին նաև Վրաստանին մի խոսքով Թուրքիան միտված է որ Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը ստորագրի եւ այսօր Թուրքիան ավելի շատ ճնշում է Ադրբեջանին, որ նա գա համաձայնությամբ հաստատուղթը ստորագրելու։ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը ինքը ուզում է մաքսիմումը ստանալ եւ ինքը Թուրքիա-Ռուսաստան դաշտում խաղում է, ինքը խաղում է նաեւ Իրանի հետ կապված խնդիրներում եւ իրեն բացարձակ ձեռնատու չի, որ Իրան-Իսրայել կամ Իրան-Միացյալ Նահանգներ խնդիրները լուծվեն։ Եթե այդ խնդիրները լուծվեն, Ադրբեջանը միանշանակ գգա հաստատուղթը ստորագրելու։ Ես կասկած չունեմ, որովհետև Իլհամ Ալիևը գումարներ հաշվել ու սեփական շահը հաշվել գիտի ու ինքը չի կորցնի այդ առիթը ընդհանուր ճանապարհներից դուրս մտնալու համատեքստում եւ հաստատուղթ կստորագրի։ Ինչքանով կհաջողի Իրան Միացյալ Նահանգներ հետ վերադառնալ միջուկային են համաձայնագրին, խնդիրը այս հարթության մեջ է եւ ինչ ժամանակ կպահանջվի դրանում։ Քանի այդ խնդիրները չեն լուծվել, Ադրբեջանը անդադ պահելու է իր այն մտայնությունը, որ կարող է ինչ-որ պահի հնարավորություն ունենա եւ նորից շարունակի ուժային դիրքերով խոսել Հայաստանի հետ ու ինչ-որ բան տանի։ Ինչ վերաբերվում է սահմանադրության ձեր տված հարցին, պիտի ասեմ, որ ես մի քանի անգամ ասել եմ ու նորից կրկնում եմ, որ Հայաստանը իր սահմանադրությունը պիտի փոխի այն ժամանակ, երբ Հայաստանը ինքնաբավ երկիր է, սահմաններին վտանգ չկա եւ իրավիճակը երկրում խաղաղ է։ Հակառակ պարագայում որևէ փոխված սահմանադրություն, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, որ նախորդ սահմանադրությունները ոչ լեգիտիմ են, սա էլ է ոչ լեգիտիմ լինելու։ Ավելին համարվելու է պարտադրված ու ժողովուրդը չի ընդունելու այդ սահմանադրությունը, չի ընդունելու ուղղակի։ Այսինքն սահմանադրությունները փոփոխում են հանգիստ իրավիճակներում, երկար քննարկումներից հետո, ոչ թե ինչ-որ տեղերից եկող քաղաքական արտաքին քաղաքական ազդակներով։ Եթե արտաքին քաղաքական ազդակներով է ուզում որ փոխեն, ճիշտ կանի ուղիղ է ասի։ Ճիշտ կաղնի ուղիղ բացատրի, որ արտաքին քաղաքական պահանջ կա, հակառակը սա է, հետեւաբար այս սահմանադրությունը պիտի փոխենք, որովհետեւ ես կարծում եմ, որ հանդրության հետ անկեղծ խոսելու ունակությունը Նիկոլ Փաշինյանի ամենամեծ առավելություններից էր, ինչից ինքը վաղուց չի օգտվում։ Ցավում եմ, բայց վաղուց չի օգտվում եւ այն ինչ մտածում է, այդքան էլ ուղիղ չի ասում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ընդհանուր առմամբ մեր կուսակցությունը սահմանադրության փոփոխության կողմնակիցն է։ Մենք լրիվ նախագահական սահմանադրության կողմնակից ենք։ Մենք
կապիտալ փոփոխություններ ենք ուզում անել, թե դատական համակարգում, այս երաշտյան դատական համակարգը անհետ է, թե դրա համար էլ դատավորները չեն բավարարում եւ այլը, թե օրենսդիր համակարգում մենք գտնում ենք, որ երկու ընտրովի մարմին պիտի լինի համազոր լիազորություններով, նախագահ եւ խորհրդարան, որ մեկը մյուսին փոխ լրացնեն, տեղական ընտրակառավարման մարմինների առումով ընդհանրապես խնդիրները ֆանտաստիկայի դաշտից են, այս ժողովրդին իրար դեմ թշնամեցնելու ամենակարճ ու ամենաուղիղ ճանապարհն է, ինչը մենք անում ենք այս տեղական ընտրություններում, մարզպետարանները ընդհանրապես որպես օղակներ գոյություն չունեն ու չեն գործում, ու ես միշտ այն նախկին շրջանային համակարգի առանց մարզպետարանների այդ համակարգի կողմնակիցն եմ եղել, կուսակցությունների մասին օրենքով նորից պիտի ասեմ, որ այս կուսակցությունները որտեղ գնում էի, ասում էին 100 ու ավելի կուսակցություն ում է պետք, ում էլ սնկի նման աճում են, հետո էլ կոալիցիաներ են կազմում, հետո էլ չգիտես այդ կուսակցություններն ով են, բայց իրենք ինչ որ տեղերում ինչ որ անհատով անցնում են ու հարց է առաջանում, այդ գաղափարական էր, ռուսների հետ էր, թե ռուսների հետ չէր, իրականում ովքեր են դրանք, ինչ է մեր կուսակցության մասին օրենքում գրած, որ կուսակցությունը պիտի ունենա այն թվով անդամներ, այդ անդամները պիտի լինեն ամեն մարզերում ներկայացված եւ այլ, այսինքն ով է ստուգում, ում է պետք այդ սուտը, ում է պետք։ Ես անընդհատ առաջարկում եմ, ասում եմ, եկեք օրենք ընդունենք, որ կուսակցությունները համապետական ընտրություններին մասնակցում են միաննակ, առանց դաշինքների, արգելենք նախընտրական դաշինքները, թող կուսակցությունը գնա ընտրվի, մտնի ազգային ժողով, ներսում արդեն կոալիցիա կկազմի, թե չի կազմի, այդ իր խնդիրն է։ Եվ այն կուսակցությունները, որոնք չեն անցնի, իրենք ավտոմատ անիմաստ ընտրագրավ չեն դնի ու ամեն անգամ չեն առաջադրվի ու այդ կուսակցական կնիքները անիմաստ չեն պահի փող ծախսելու համար։ Երկրորդ առաջարկում եմ նաև այն կուսակցությունները, որոնք երկու անգամ համապետական ընտրություններին չեն մասնակցել, օրենքի ուժով դրանք համարել լուծարված, վերջ։ Այդ կնիքները գոյություն չունեն, ոչ դատարան, ոչ մի բան։ Այսինքն, եթե գնում ենք սահմանադրական փոփոխությունների, մենք տեղական ինքնակառավարումից սկսած մինչև պետական կառավարում պիտի փոփոխություններ առաջարկենք, որովհետև այս եղածը վատ է աշխատում։ Վատ է աշխատել նույնիսկ առաջին հանրապետության դաշնակների ժամանակ։ Դաշնակները մեծամասնություն լինելով այն ժամանակվա խորհրդարանում չեն կարողացել զենքի մասին օրենք անցկացնել, որովհետև մեր հայկական համակարգը, որը անընդհատ փոփոխություններ է ուզում, այս դանդաղ գործող մեխանիզմը չի գործում։ Իսրայելը նախորդ տարի 4 ընտրություն կատարեց համապետական։ Չէր ձևավորվում կոալիցիա։ Հիմա ասենք 2026 թվականին ընտրություն ենք անում, կոալիցիա չի ձևավորում, ինչ նորից ընտրություն ենք անում։ Ով է ասում, որ այդ նոր արած ընտրությունը նոր արդյունքներ է բերելու։ Չի բերում, նորից ընտրություն ենք անում։ Չի բավարարում, ժողովուրդը փողոց է դուրս գալ։ Այս մեխանիզմը աշխատող չի։ Եթե փոխում ենք, եթե սահմանադրությունից եք խոսում, եկեք իսկական փոփոխություններից խոսենք։ Եթե ոչ այդ ձևական բաները, այդ անիմաստ բան ենք անում, ժամանակ ենք վառում։ Ինքներս մենք մեր երեխեքի ապագան ենք մսխում, որ ինչի համար, արժի այդ, իհարկե չարժի, որևէ պաշտոն այդ չարժի, որտեղ մեր կյանքը ինչի համար է, այդ երեխեքին ավելի լավ ապագա թողնելու։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Փաշինյանը ուղիղ չի խոսում, անկեղծ չի խոսում, բայց կան վերլուծաբաններ, փորձագետներ, ովքեր ասում են, որ եթե չհաջողվի, այսինքն հարցը դրվի հանրաքվեի եւ ժողովուրդը չգնա վստահության քվե չտա, պատերազմ է լինելու, այսինքն այդ պատերազմի վտանգը կա։ Իսկապես պատերազմ կլինի, եթե սահմանադրության նոր տեքստում մենք անկախության հռչակագրին հղումը չենք անում եւ հանրությունը դրան չի աջակցում։ Տեսականորեն իհարկե կարող է լինել, բայց մեր խնդիրն է, ասենք, սահմանադրության հանրաքվե անել, որ պատերազմ չլինի։ Ես առաջարկում եմ անել քայլեր, որ սահմանադրության հանրաքվե անել այն ժամանակ, երբ կգտնենք հարմար է։ Ոչ թե համակերպվենք նրան, որ թուղթ ստորագրելու համար։ Բայց հիմա ոնց կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն այս ընթացքը, այս վարքագիծը ընտրություններն են միակ տարբերակը, որով մենք կարող ենք հույս ունենալ, որ փոփոխություն պետք է լինի։ Այլապես ուրիշ տարբերակ չկա այս մարդկանց ստիպելու իրենց վարքը, իրենց դիրքորոշումները փոխելու։ Քաղաքական դաշտում կան անհատներ, որոնք կամ քաղաքական կուսակցություններ, որոնք տեսակետներ են ասում, քաղաքականությունը բանեցվում է այդ կերպ։ Մարդիկ լսում են այդ քաղաքական անհատների տեսակետները ու հետևություն են անում։ Ճիշտ է ասում ես մարդը, սխալ է ասում ես մարդը։ Իշխանությունն էլ այդ մարդկանցից միջին վիճակագրական հայերից մեկն է։ Լսում է այդ տեսակետները։ Եթե հետևություն չի անում, ինքը գնում է ընտրություններին, պարտվում է, դառնում է ընդդիմություն ազգային ժողովում ու այդպես է աշխատում։ Լավ կլինի, որ լսեն, որովհետև մենք այն վիճակում չենք, որ լավ չի լինի չենք անցնի, մենք պատերազմական իրավիճակում ենք ու հաջորդ ով գա այդ պատերազմական իրավիճակի ավելի վատ փուլի վրա է ընկնելու, շատ ավելի վատ փուլի վրա է, այսինքն մենք մի նավի մեջ ենք, անկախ նրանից ես Ռոբերտ Քոչարյանի կամ Վարդան Ղուկասյանի մոտեցումները բացարձակ չեմ կիսում, բայց ես հասկանում եմ, որ մենք մի նավի մեջ ենք, այդ փոփոխությունը բան չի տալիս, ոչ մեկին, այստեղ տեսակետները լսելու, այդ տեսակետները գնահատելու ունակություն ունենալ է պետք։ Ինչ պիտի անի Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը։ Ընդդիմության մի մասը, որպեսզի ժողովրդին ցույց տա, որ ինքը ընդդիմությունը, ասում են Նիկոլը պիտի հեռանա։ Մեր ժողովուրդն էլ ասում է, այո, որ պահանջում է, որ Նիկոլը պիտի հեռանա, նա ընդդիմություն է։ Ով որ չի պահանջում, նա ընդդիմություն չի։ Ու ժողովուրդը չի նայում այն առաջարկողը, որ ասում է պիտի հեռանա։ Ու այ Գյումրիից սկսել ենք, հաջորդը գալու ենք, ասենք Երևան։ Ինչ ենք անելու։ Եկաք Երևանում փոխեցիք, ինչ եք անելու։ Գնալու եք Վլադիմիր Վլադիմիրիչի մոտ, չէ։ Լսեք, տեսնեք ինչ է ինքն ասում։ Ըստ իր ասացի էլ որոշեք ինչ եք անում։ Վլադիմիր Վլադիմիրիչն էլ ասում է, նոյեմբերի 9-ին 9-րդ կետը ասում է եվրոդիտորդներին անեք, ասում է Հայաստանը մաքսիմումը Բելարուսի կարգավիճակ, նույնիսկ Վարդան Ղուկասյանն էր ասում, չէ, Բելարուսը եւ այլը, հետո էլ ասում է։ Բայց Վարդան Ղուկասյանը ինչ գիտի, որ ասենք, եթե Հայաստանի Բելարուսի կարգավիճակումը լի կամ Ռուսաստանի նման երկիր դառնա, ինքը ընդդիմություն չի լինի։ Ասենք ինքը կլինի, ասենք Պուտին եւ ոչ թե կլինի Նեմցով, չնայած համեմատելու չի էլի, Վարդան Ղուկասյանին Նեմցովի հետ, ում հետ կամուրջի վրա այլ տեսակետ ունենալու համար գնդակահարեցին կամ Նավալնի ում բանտում թույնեցին։ Այդ ինչ երաշխիք ունի Վարդան Ղուկասյանը։ Ինքը մի անգամ փորձել է, չէ՞, դիմադիր լինել ու իր վրա կրակել են, չէ՞։ Ինքը նորից այդ համակարգն է ուզում։ Այսինքն այդ համակարգով են պատկերացնում այն մեր մոտ ռուսական թևի ուզողները նման մոտեցում ունեն, իրենք գիտեն, չէ, որ այդ երկրում, որ ասում են Ռուսաստան, Ռուսաստանը կպաշտպանի, թե այնտեղ ինչ բարքեր է, շատ լավ գիտեն, չէ, դրան են ուզում վերադառնալ։ Այսինքն մարդը պիտի նայի գաղափարին։ Ես ինչ եմ ասում։ Ես առաջարկում եմ քաղաքական վեկտրի ամբողջական փոփոխություն։ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է այդ քաղաքական վեկտրը տանել դեպի Ռուսաստան։ Այն հինը ինչ կար, այդ շատ լավ էր։ Մի բան էլ խորացում։ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է, չգիտեմ, բալանսավորում։ Սերժ Սարգսյանն ասում է եւ այ տեսեք, ես այն ժամանակ գնում էի, բայց միևնույն ժամանակ ասոցիացիան համաձայնագիրը չստորագրելով, բայց Եվրոպայի հետ խորը եւ համապարփակ համագործակցության փաստաթուղթ ստորագրեցի, այս ՍԵՊ-ը ասածը եւ այլը։ Այսինքն Հանրապետականն ու ԿՓ-ն եւ կողմնակից են, Ռոբերտ Քոչարյանը դեպի Ռուսաստանի կողմնակից է, մենք էլ դեպի արևմուտք, դեպի Եվրոպա այդ ուղղությամբ ռեալ քայլեր անելու կողմնակից ենք։ Մենք ասում ենք այդ հեշտ է ասում։ Ոչ, մենք ասում ենք այդ դժվար է լինելու։ Մենք պիտի դիմակայենք։ Բայց մեր այդ դիմակայելը գին է ունենալու։
Մեր զինվորը սահմանին էլ չի վախենալու։ Մեր զինվորը նորմալ սպառազինություն է ունենալու։ Մենք նորմալ մեր շահերի հետ համընկնող գործընկերներ ենք ունենալու։ Ադրբեջանը մեր աչքի առաջ այդ ունեցավ, միջազգային փաստաթղթերով իր համար հիմքերն ապահովեց, 26 տարի հետո հոզարացավ այնքան, որ խնդիրները լուծեց։ Ադրբեջանցին այդքան խելք ունի, մենք այդքան խելք չունենք։ Հետևությունը սրանում է։ Հիմա, չգիտեմ, եւ առաջարկողները այդ եւ-ի համատեքստում, եթե տեսնում են սահմանադրության փոփոխությամբ, ինչ որ թուղթ ստորագրելով արդյոք գրանցել, ես այդ չեմ տեսնում։ Ու այդ առումով ես իրենց ընդդիմադիր եմ։ Այն մյուս թևը նայել չի տեսնում այդ եւ-ով։ Ասում է գնում ենք Ռուսաստան, հապ կգալի մեզ էլի պաշտպանում են, ինչքանով կպաշտպանի, ոնց կպաշտպանի, ինչ կանի, բարքերը ինչ կլինեն, լավ, վատ, ոչինչ։ Բայց այս է միակ փրկությունը։ Բայց այդտեղ ոչ որևէ երաշխիք չկա, որ այնպես ինչպես ռուսները Լեռնային Ղարաբաղը թողեցին համապատասխան գնի դիմաց Ադրբեջանին, վաղն էլ Սյունիքը չեն թողի։ Մեր պարագան այլ խնդիր է, մենք ասում ենք, մենք առաջարկում ենք քայլ, որը ռիսկային է, բայց որը կարող է բերել տնտեսության զարգացում, որտեղ իրենք ունեն այդ տեխնոլոգիաները, որը կարող է բերել ժամանակակից 6-րդ սերնդի սպառազինության մատակարարում, որը հիմա էլ են փորձում, որը կարող է բերել բանակի նոր ժամանակների մարտավարության ու ռազմավարության մշակում ու հայկական բանակի վերափոխում, որը իրենք ունեն, Ռուսաստանը չունի եւ ուկրաինական պատերազմը այդ ցույց է տալիս, որը կարող է բերել այն քաղաքական անվտանգությունը տարբեր միջազգային հարթակներում, ինչը 2020 թվականից մինչև 2025 թվականը բերել է այդ ապահովությունը, որի արդյունքում Թուրքիան, Ռուսաստանը ու Ադրբեջանը, որ այդքան երազում էին այդ միջանցքի մասին, չեն կտրել։ Այսինքն մենք աչքի դեմ էլ ունենք։ Եվ այս մեր հաղթաթուղթն է։ Ու դրա համար մենք ասում ենք, այս Եվրոմիության անդամակցության գործընթացի սկիզբը, որ հաստատել եք, ժամանակ մի ձգեք, ջուր մի պղտորեք, նշանակեք փոխվարչապետ, նշանակեք ձեր Եղոյանի, նշանակեք ուրիշ ում ուզում եք, ձերոնցից նշանակեք, մենք չենք ասում մերոնցից մարդրեք, ձերոնցից նշանակեք, բայց նշանակեք, որ մարդիկ տեսնեն, որ դուք այդ ուղղությամբ քայլ եք անում։ Պարոն Սարգսյան, այստեղ կարևոր չէ, որ Թրամփի քաղաքականության հետևանքով, ասենք, Եվրամիությունը ինքն էլ արդեն խնդիրներ ունի որոշակի։ Բացարձակ այդ ֆոնին չպետք է նայել։ Բացարձակ էական չի, որովհետև մենք այլ ընտրանք չունենք։ Այսինքն, եթե Թրամփը ինչ որ այդ կարգի քաղաքականություն է վարում, Եվրոպան էլ այլ, ինչ մենք գնում ենք Ռուսաստան, պարզա չէ, թե այնտեղ մեզ ինչ է սպասում։ Այսինքն, եթե մեր սպասելիքը Ռուսաստանի հետ է, մենք այլ տարբերակ չունենք, ես դատապարտվածի հոգեբանությունն է, գնամ բանտս նստեմ, չգիտեմ, 10 տարի բանտ է նստեմ, հետո ինչ կլինի, այս տրամաբանությունը նախ կապ չունի, որովհետև նույն Թրամփը, ճիշտ է, Թրամփը ժողովրդավարությունը որպես գործոն առաջի պլան չի բերում, բայց Թրամփը որպես գործոն առաջի պլան է բերում քրիստոնեությունը։ Ու ինքը այդ առումով արտահայտվել է, որ Միացյալ Նահանգները քրիստոնյա եղբայրության պաշտպանությունը պիտի կանգնի, որ քրիստոնյա հայերին բռնի տեղահանել են Արցախից արդակ կիրառելով։ Թրամփի պետքարտուղարի ներկայացուցիչը Ադրբեջանում հստակ հայտարարեց, որ դուք պիտի խաղաղության համաձայնագիրը ստորագրեք, գերիներին էլ բարձ թողեք, մի բան էլ ավելացրեց, սահմանները վերաբացեք։ Թրամփը ինքը թե Հայաստանի, թե ասեց անհամբեր սպասում են փաստաթղթի ստորագրմանը։ Այսինքն այս համատեքստում իրենք քայլեր են անում, որոնց մենք պատասխան քայլ չենք անում։ Մենք պատասխան քայլ չենք անում։ Մենք օրինակ ես մի քանի անգամ ասել եմ, մենք այդ բազմապետաղային հանքավայրերից կամ հազվագյուտ մետաղներից Հայաստանում կան։ Ավելին այդ հազվագյուտ մետաղները կան Հայաստանում գործող մետալուրգիական ձեռնարկությունների պոչա ամբարներում, որոնք թունավոր ու էկոլոգիական լուրջ վնաս տվող կառույցներ են, եւ այդ պոչամբարները պիտի մշակվեն, վերամշակվեն, որտեղ սովետների ժամանակ բազմաթիվ դեպքերում նույնիսկ անփութության պատճառով թողել են ահռելի քանակություն գնացել է այնտեղ։ Ես հստակ գիտեմ, որ Կապանի պոչամբարներում այդ բազմամետաղների տեսականին անհամեմատ ավելի շատ է, հազվագյուտ մետաղների առումով։ Քաջարանում ոչ թե տեսականին է շատ, քանակությունն է շատ։ Հիմա մենք ինչու չենք առաջարկում, ասենք,
այդ Միացյալ Նահանգներին Հայաստանում գոյություն ունեցող հազվագյուտ մետաղների հանքավայրերը եւ այդ պոչամբարների վերամշակումը։ Թող կան վերամշակեն, նախ էկոլոգիական խնդիրը կլուծեն։ Իսկապես Սյունիքում այդ պոչամբարների մասով լուրջ ռիսկայնություն կա։ Իրանը բազմաթիվ անգամներ մեզ բողոքել է Արաքսի մասով։ Խնդիր կա։ Երբ որ համապատասխան այսօրվա շահագործող հիմնարկությունների ռուսական իշխանություններին ասում ես մարդիկ կան, որոնք ուզում են գան վերամշակեն, ասում են չէ, մենք չենք ուզում այդ պոչամբարները տանք իրենք, որ վերամշակեն, որտեղ այդ մենք պահել ենք մեզ նեղորվա համար, որ ենթադրենք կանգնենք, գործ չլինի, այդ ժամանակ պոչամբարը վերամշակենք, բայց չեն անում, չէ իրենք, ու իրենք այդ բազմամետաղները չեն կարողանում, չէ անել։ Ռուսաստանն այսօր ինքն է խնդրում Միացյալ Նահանգներին, ասում է եկեք իմ մոտ այդ բազմամետաղները հանեք։ Մենք այս ուղղությամբ քայլ չենք անում, մենք ասում ենք պետությունը պիտի գործարան չկառուցի։ Այն բաներ, չէ, գլոբալիզացիայի մի տերմին կար, ասում էին մարդուն ինչին է պետք հողը, հողը պետք է, տարածքը պետք է անասունի, որ արածի, մարդը պիտի սահմաններ չունենա, ուր ուզենա գնա, ոնց ուզենա գնա գա։ Ես ես անկեղծ ասած համարում եմ տարածքային տրանսիստիտիվիզմ, էլի, այսինքն մարդը ոնց տարածքում է պետք կա հայրենիք իր սահմաններով, չի կարող այդ սահմաններ չունենա, ու դա մարդուն էլ է պետք։ Նույնն էլ աշխատատեղերի, նույնն էլ գործարաններ կառուցելու լիբերալիզմի, այդ վայրի լիբերալիզմը, որ պետությունը ոչ մի բան չունի անելու, մենակ հարկերի։ Պետությունը պիտի համապատասխան մթնոլորտ ստեղծի ու գործարան դնողը գործարան կդնի։ Դրա համար պետությունն ընտրում է առաջնահերթություն, այդ առաջնահերթությանը տալիս է համապատասխան ազատություններ ու մարդիկ գալիս են այդ առաջնահերթություններում ներդրում անեն։ Հիմա տեսեք, ասենք նույն Լուկաշենկոն, ես այն օրը տարածեցի, կրիպտոարժույթի առումով ակնհայտ երևում էր իր խոսքից, որ ինքը չի հասկանում, թե դա ինչ է, բայց ասում է խելոք մարդիկ կան, որոնք այդ անում են, օրինակ Միացյալ Նահանգների ֆեդերալ ֆոնդը այդ անում է, մենք ինչի չանենք, քանի որ ազատ մենք մեր էլեկտրոէներգիան 18 դրամով վաճառում ենք Վրաստանի, 18 դրամով, Հայաստանում վաճառում ենք Հայաստանի քաղաքացուն 53 դրամով։ Եթե մենք այդ էլեկտրոէներգիան տանք այստեղ ներսում, այդ կրիպտոյի բացենք ուղիները, այդ գիտեք ոնց փակ ծորակներ ոնց որ բա ահռելի քանակությամբ կրիպտոարժույթ կտեղափոխվի Հայաստան, ու մենք էլի տարածաշրջանում Վրաստանից ու Ադրբեջանից առաջ կընկնենք, բայց չէ, իրենք չեն անում այդ, իրենց այդ հետաքրքիր չի, իրենք չեն ուզում խորանալ։ Իմիջիալոց ասեմ, այդ կրիպտոարժույթով խորացած լավագույն մասնագետը ԿՊ-ի անդամ է իրենց, ես կանչել եմ իրենից 2-3 դաս եմ վերցրել, որ այդ մարդը ինձ բացատրի այդ գործընթացի էությունը, դրա հնարավորությունը։ Մեր ժողովուրդն էլ ասում է, գիտեք, այդ բուրգը եւ այլ այդպես չի ժողովուրդ ջան։ Ամեն ինչ փոփոխվում է։ Այսօր թղթի վրա նույնիսկ աշխատանքի ընդունման դիմում չեն գրում։ Առևտուրը ոսկուց փոխվեց թուղթ փողի, մի ժամանակ եկել է թուղթ փողն է փոխվելու, չի մնալու։ Թրամփը այդ հասկացել է, աշխարհի բազմաթիվ երկրներ այդ հասկացել են։ Այն մենք ինչպես սովետական ռուբլու ժամանակ Հրանտ Բագրատյանի մնացինք մինչև վերջի պահը, ռուբլուն կպած մինչև Ռուսաստանն ասես թողեք դուրս եկեք, բոլորը դուրս էին եկել, նոր մեր դրամը հիմնեցինք, արդյունքում կորցրեցին մեր թոշակառուները իրենց ավանդները, հիմա էլ այս process-ում այդ թուղթ փողը վերանալու է։ Ինքը կրիպտոարժույթը վիրտուալ գումար է առաջանալու։ Այսօր էլ բանկերում փողը դրած չի, վիրտուալ է այդ փողը։ Ինքը այսպես թե այնպես փոխվելու է։ Այնպես որ այստեղ հետ մնալ չի կարելի։ Սրանք ուղղություններ են, որ պետությունը պիտի աչքի լույսի նման հետևի, որ հանկարծ հետ չընկնի։ Պետությունը պիտի ռիսկային քայլեր անի։ Պիտի պարոն Սարգսյանը, վարչապետն ասում է։ Որևէ մեկը չի ուզում նախաձեռնություն ցուցաբերի ու ինքնուրույն քայլ անի։ Հայաստանում 0 նախաձեռնություն է։ Հայաստանում նախաձեռնություն ցուցաբերում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Այդ նախաձեռնությունն էլ վերաբերվում է կրթվելուն եւ այլին այս կարգի բաների։ Ուրիշ ինչ նախաձեռնություն կա։ Ասեք նախաձեռնություն, որ որևէ նախաձեռնություն կառավարությունը վերցնում է անել։ Չէ, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած նախաձեռնություններին գնում ծափ են տալի, իր ականջի համար հաճելի բաներ են ասում, հետո գնում են Գյումրիում այդ թվերն են հավաքում, հետո չեն նստում նայեն թե ինչի այդ թվերը հավաքեցին։ Այս ինչ եղավ,
որ հեղափոխությունից հետո, որ 20 թվականի պատերազմից հետո, 23 թվականի Արցախի կորստից հետո Գյումրիում կարող են գալ այդպիսի ուժեր, ու ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներն էլ գան նստեղ այնտեղ, Ռուսաստանի կոնսուլն էլ ասի, որ այս որ Գյումրիում տեղի ունեցավ այս ընտրությունը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ։